Բարև ձեզ, ես Նարեկն եմ եւ դուք դիտում եք Փողի մասինը։ Մեր գործընկերն է Ամունձի Ագբան։ Ես խորացված ֆինանսական կրթություն ստացել եմ համալսարանում, MBA անելու տարիներին, բայց իմ իրական սերն ու հետաքրքրությունը ֆինանսների նկատմամբ առաջացել է գրքերից ու ֆիլմերից, ու նաեւ գիտելիքի շատ մեծ մասը։ Այսօր ուզում եմ կիսվել ձեր հետ 5 գրքերով եւ 5 ֆիլմերով, որոնք իմ վրա մեծ ազդեցություն են թողել եւ տվել են շատ մեծ գիտելիք։ Սկսենք ֆիլմերից։ Ֆիլմերի մասին կփորձեմ շատ չպատմեմ, որ սփոյլ չանեմ, բայց բոլոր ֆիլմերը իրոք շատ լավն են, անպայման բոլորը կդիտեք։ Big Short, Игра на понижение։ Եթե ես ստիպված լինեի ընտրել ընդամենը մեկ ֆիլմ, դա կլիներ հենց այս ֆիլմը, Big Short-ը։ Այս ֆիլմը առաջին հերթին ցույց է տալիս անկախ մտածողության կարևորությունը։ Եթե բոլորը նույն բանն են ասում, դա դեռ չի նշանակում, որ բոլորը ճիշտ են։ Ֆիլմում քննարկվում են կարևոր ֆինանսական թեմաներ՝ հիպոթեկային վարկեր, CDO-ներ եւ վարկանիշային գործակալությունների համակարգային կոռուպցիան։ Հենց ֆիլմի մեջ այս բոլոր տերմինները շատ հետաքրքիր ձևով բացատրվում են։ Марго Робби в пенной ванне вам все объяснит. Между прочим, такие кредиты называются субстандартными. Ну а субстандартный значит дерьмовый. Ֆիլմում կտեսնեք, թե ինչպես են բարդ ֆինանսական պրոդուկտները ստեղծվում եւ ինչ թաքնված ռիսկեր էին դրանք պարունակում եւ ինչպես դա վատ վերջացավ բոլորիս համար ստեղծելով 2008 թվականի ճգնաժամը։ Այս ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա։ Հաջորդ ֆիլմն է Margin Call, Предел риска։ Եթե Big Short-ը պատմում էր, թե ինչու է տեղի ունեցել ճգնաժամը, Margin Call-ը ցույց է տալիս այն գիշերը, երբ մարդիկ առաջին անգամ հասկացան, որ ամեն ինչ փլուզվելու է։ Իրադարձությունները տեղի ունենում ընդամենը 24 ժամվա ընթացքում։ Ֆիլմը շատ տենց լարված պահում է սա ընթացքը։ Մի երիտասարդ վերլուծաբան հասկանում է, որ բանկի հաշվեկշռում այնպիսի խնդիր կա, որը կարող է ոչնչացնել ամբողջ ընկերությունը։ Իսկ թե ինչ է տեղի ունենում հետո, սպոյլ չեմ անի, թողում եմ ինքներդ դիտեք։ Margin Call-ը ոչ միայն ֆինանսների, այլ նաև առաջնորդության, պատասխանատվության եւ դժվար ընտրությունների մասին է։ Այն ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում, երբ յուրաքանչյուր որոշում ունի շատ բարձր գին։ Ֆիլմում քննարկվող ֆինանսական թեմաներն են լծակավորումը, այսինքն leverage-ը, իրացվելիության ռիսկը, liquidity risk-ը, ակտիվների վերագնահատում եւ հրատապ վաճառքը, fire sale-ը։ Ֆիլմը հիանալի պատկերում է, թե ինչպես մեկ օրվա ընթացքում շուկաները կարող են վերածվել խուճապի։ Ֆիլմը իրական դեպքերի հիման վրա չէ, բայց շատերը հավատում են, որ դրա տակ Lehman Brothers ինվեստիցիոն բանկի պատմությունն է։ Հաջորդ ֆիլմը Wall Street, Money Never Sleeps, Wall Street, փողերը երբեք չեն քնում։ Այս ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես է փողը փոխում մարդկանց, կամ երևի ավելի ճիշտ է ասել, բացահայտում մարդկանց։ Ֆիլմի ամենահայտնի արտահայտությունը Greed is good, ագահությունը լավ է, տարիների ընթացքում դարձել է Wall Street-ի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը։ Greed, for lack of a better word, is good. Ֆիլմը կարելի է ասել ոչ այնքան հենց փողի մասին է, այլ այն մասին, թե ինչ գին կարող է ունենալ դրա անverջ հետապնդումը։ Ֆիլմը շատ լավ ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում, երբ ռիսկը վերցնող մարդը վստահ է, որ եթե ամեն ինչ վատ գնա, ինչ որ մեկը իրեն կփրկի։ Սա շատ ակտուալ է կյանքում, որովհետև շատ մարդիկ որոշումներ են կայացնում առանց հետևանքների մասին մտածելու։ Այս ֆիլմում էլ քննարկվում են կարևոր ֆինանսական թեմաներ, այնպես որ անպայման նայեք, եթե դեռ չեք նայել, խոսվում է փուչիկների մասին, բաբլների մասին, սպեկուլյատիվ գործարքների եւ թե ինչպես է Ամերիկայի պետությունը 2008-ին շատ ընկերությունների օգնել դուրս գան այդ վիճակից։ Ֆիլմը նաև ցույց է տալիս, թե ինչպես են շուկայի որոշ խաղացողներ գնում հսկայական ռիսկերի, հավատալով, որ ցախողման դեպքում ինչ որ մեկը կփրկի իրենց։ Այդ դեպքում պետությունը։ Ֆիլմը սովորեցնում է, որ գումարը կարելի է նորից վաստակել, բիզնեսը նորից կառուցել, բայց կորցրած ժամանակը, վստահությունն ու հարաբերությունները հետ բերել հնարավոր չեն։ Հաջորդ ֆիլմը համոզված եմ շատերը դիտել եք։ The Wolf of Wall Street։ Wolf Wall Street-ը։ Գայլը Wall Street-ից։ Հանրայինի ձենով չստացվեց։ Սա ամենահետաքրքիր ֆիլմերից մեկն է։ Եթե չեք նայել, անպայման նայեք, բայց համոզված եմ շատերը նայել եք։ Меня зовут Джордан Белфорд. Это не я. Вот я. Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա հաջողության պատմություն է, բայց իրականում սա խաբեության, մանիպուլյացիա եւ համակարգային թույլ կողմերի
պատմություն է։ Ֆիլմը սովորեցնում է, որ եթե ինչ-որ мեկը չափազանց հեշտ փող է ձեզ խոստանում, շատ մեծ հավանականություն կա, որ ձեր փողը շուտով այլևս չի լինի ձերը։ Вы нашли того самого брокера, которому можно доверять и который регулярно приносит вам деньги. Убедительно? Не без этого, да. Надо сказать, вы меня впечатлили. А что, даже не знаю. Քննարկող ֆինանսական թեմաներն են օրինակ pump and dump սխեմաները, որը այսօր նույնպես շատ օգտագործվում է եւ կրիպտոյի շուկայում, եւ ֆինանսական շուկաներում, եւ ինչ որ մեկը իր օգտագործելով իր ուժը ինչ որ ապրանքի գին արհեստական բարձրացնում է եւ պիկի վրա վաճառում է։ Նման բաներ Հայաստանում էլ է տեղի ունեցել, ինձ թվում է շատերը ծանոթ եք։ Ֆիլմի մեջ այդ օրինակը շատ լավ ցուցադրվում։ Խոսվում է նաեւ penny stock-երի մասին, որը ֆիլմում շատ լավ բացատրվում է ինչա շուկայական մանիպուլյացիաներ կարող եք տեսնել։ Նենց որ անպայման նայեք, եթե չեք նայել, իսկ եթե նայել եք, կարող եք եւս մեկ անգամ նայել արդեն ֆինանսական գրագիտության տեսանկյունից։ Հաջորդը ֆիլմ չէ, սերիալ է։ Billions, միլիարդներ։ Իմ ամենասիրելի սերիալներից մեկն է։ Եթե ուզում եք հասկանալ, թե ինչպես են մտածում մեծ փողերը, կառավարող մարդիկ, միլիարդը պարտադիր պետք է նայել։ Իդեպ շատ մարդիկ, ովքեր աշխատում են Wall Street-ում, նշում են, որ սերիալը շատ մոտ է իրականությանը։ Ու նկարվել է այս վերջերս նենց որ շատ թարմ է։ Իմ համար այստեղ ամենահետաքրքիր մասը մարդիկ են։ Ինչպես են որոշումներ ընդունում, ինչպես են կառավարում սթրեսը, ինչպես են օգտագործում ինֆորմացիան, որովհետև ի վերջո ներդրումները աշխարհում հաղթում է ոչ թե ամենախելացին, այլ նա, ով ավելի լավ է կառավարում սեփական էմոցիաները։ Այս սերիալում ֆինանսական թեմաները քննարկվող շատ են ու շատ հետաքրքիր են, շատ լավ ներկայացվում է insider trading-ը, short squeeze-ը։ Հիմա այս վիդեոյի մեջ այդ տերմինները մանրամասը չեմ բացատրի, որտեվ շատ երկար վիդեո կլինի, մի օր դրան անպայման կանդրադառնանք։ Բայց երբ որ սերիալում ինչ որ տերմին լսեք, որը չեք հասկանում, անպայման մտեք Google կամ Gemini կամ ինչ որ AI service, որ օգտագործում եք ու փորձեք հասկանալ այդ տերմինը ինչ է նշանակում։ Դրանով շատ մեծ գիտելիք կհավաքեք մենակ սերիալի տերմինները ուսումնասիրելով։ Ճիշտ է, խոստացել էի 5 ֆիլմ, բայց եւս մեկ բոնուս ֆիլմ տամ, որը դոկումենտալ է։ Madoff, The Monster of Wall Street, Madoff Wall Street-ի հրեշը։ Ֆինանսական աշխարհում քանի որ շատ փող կա ու շատ տատանելություն, ժամանակ առ ժամանակ հայտնվում են վատ խաղացողներ, որոնք կարող են վստահելի տեսք ունենալ, լավ բաներ խոստանալ, բայց դա շատ լավ մտածված խարդախություն լինի։ Դա հենց Madoff-ի պատմությունն է։ Շատ հետաքրքիր 4 մասանի դոկումենտալ ֆիլմ է Madoff-ը։ Կարող եք նայել Netflix-ում։ Ֆիլմը շատ լավ ցույց է տալիս, թե ինչպես է նա կարողացել աճել, ինչպես է կարողացել խաբել հազարավոր մարդկանց, անգամ պրոֆեսիոնալ ներդրողների կարողացել է գցել իր ծուղակը։ Քննարկվող ֆինանսական թեմաներն են ֆինանսական բուգերը, Ponzi սխեման, Ponzi սխեմայի մասին շատ հետաքրքիր YouTube-յան վիդեոներ կա, անպայման փնտրեք, գտեք, նայեք, որովհետև անգամ այսօր այդ սխեմաները շատ է օգտագործվում եւ հազարավոր մարդիկ եւ Հայաստանում եւ արտասահմանում դառնում են այդ խաբեբաների զոհը։ Անպայման նայեք, լիքը հետաքրքիր բան կսովորեք։ Դե ինչ, անցնենք գրքերին։ Եթե ֆիլմերը հետաքրքրություն են առաջացնում, գրքերը մտածողություն են կառուցում։ Խոսենք 5 գրքերի մասին, որոնք իմ կարծիքով շատ մեծ ազդեցություն կթողեն ձեր վրա եւ մեծ գիտելիք կքաղեք։ Ցավոք այս գրքերից ոչ բոլորը ունեն հայերեն թարգմանություն, բայց եթե ունեք անգլերեն տարբերակը, մի շատ լավ գործիք ասեմ, որի միջոցով կարողանաք թարգմանել բավականին լավ որակի։ Այդ Google-ի Notebook LM ծրագիրն է, որտեղ կարող եք ներբեռնել գիրքը եւ նա ձեր համար կթարգմանի հայերեն։ Այդ գործիքի միջոցով կարող եք նաեւ ստանալ գրքի կարճ բովանդակությունը, կարող եք նրա հետ չաթի օգնությամբ հարցեր տալ գրքի հետ կապված եւ ավելի լավ փորձեք հասկանալ բոլոր տերմինները, որոնք օգտագործվում են գրքում։ Ընդհանրապես Notebook ML-ը շատ լավ գործիք է, որի միջոցով իրոք կարող եք խորքային ուսումնասիրել գրքեր, հոդվածներ, YouTube վիդեոներ, անպայման օգտվեք, շատ կօգնի ձեզ։ Առաջին գիրքը The Intelligent Investor։ Բենջամին Գրեհեմի այս գիրքը շատերը համարում են ներդրումների աստվածաշունչը եւ ոչ առանց պատճառի։ Այս գրքում ես առաջին անգամ հանդիպեցի Mr. Market գաղափարին։ Պատկերացրեք մի մարդ, որը ամեն օր գալիս է ձեր մոտ եւ առաջարկում է գնել կամ վաճառել
իր բաժնեմասը։ Մի օր նա շատ ուրախ է եւ չափազանց բարձր գինի ասում, հաջորդ օրը ընկճված է եւ շատ ցածր գինի ասում։ Իրականում էլ մարդիկ հենց դա են անում։ Նրանք իրենց որոշումները կայացնում են ոչ թե արժեքի, այլ տրամադրությունների վրա։ Գիրքը սովորացնում է, որ շուկան պետք է դիտարկել ոչ թե որպես հերհանք տվող հեղինակություն, այլ որպես գործընկեր, որը երբեմն խելամիտ է, երբեմն էմոցիոնալ անկայուն։ Գրքում քննարկվում են շատ կարևոր թեմաներ, օրինակ value investing-ը, իրական արժեքը ընդդեմ շուկայականի, անվտանգության մարժան, margin of safety։ Գիրքը սովորեցնում է հաշվարկել բիզնեսի իրական արժեքը։ Եթե ներդրումներ եք ուզում կատարել, այս գիրքը պետք է պարտադիր կարդալ, քանի որ բոլոր ներդրողները այն կարդացել են։ Եթե ներդրումներ եք սկսել կատարել կամ ուզում եք կատարել, անպայման այս գիրքը կարդացեք։ Միանշանակ շատ կօգնի հասկանալ ինչպես են աշխատում շուկաները։ Հաջորդ գիրքը One Up on Wall Street։ Այս գրքի հեղինակն է Փիթեր Լինչը, իմ ամենասիրելի ներդրողներից մեկը, միանշանակ լեգենդար ներդրող։ Փիթեր Լինչի ամենագործնական գրքերից մեկն է այս գիրքը։ Եվ գրքում քննարկվող գաղափարներից մեկը այն է, որ դուք ավելի շատ առավելություն ունեք, քան կարծում եք։ Լինչը ասում է, եթե դուք ամեն օր գնում եք խանութ, օգտվում եք, տեսնում եք ինչ ապրանքներն են արագ վաճառվում, ինչն է անհետանում խանութներից, դուք արդեն իրական ժամանակում տվյալներ եք հավաքում շուկայի մասին։ Եվ հաճախ այդ տվյալները հայտնվում են ձեր աչքի առաջ շատ ավելի շուտ, քան կհայտնվի վերլուծաբանների հաշվետվություններում կամ ֆինանսական մոդելներում։ Գրքում քննարկվում են շատ կարևոր ֆինանսական թեմաներ, օրինակ մանրածախ ներդրողի առավելությունները, աճի բաժնետոմսերի դասակարգումը եւ տեղային շուկայի ուսումնասիրությունը։ Հաջորդ գիրքը Poor Charlie's Almanac։ Գրքի հեղինակն է Չարլի Մանգերը, Warren Buffett-ի գործընկերը։ Մանգերը բոլոր ժամանակների ամենալեգենդար ներդրողներից մեկն է։ Նա նաև շատ կարևոր դեր է խաղացել Berkshire Hathaway-ի ներդրումային փիլիսոփայության փոփոխության մեջ, ուղղորդելով Buffett-ին ոչ թե պարզապես էժան ընկերություններ գնել, այլև իսկապես բարձրորակ բիզնեսների մեջ ներդրում անել։ Մանգերը մշտապես պնդում էր, որ լավագույն ներդրումները այն ընկերություններն են, որոնք ունեն ուժեղ բրենդ, կան մրցակցային առավելություններ եւ ժամանակի ընթացքում գները բարձրացնելու իրական հնարավորություն։ Մանգերը այս գիրքը միայն ֆինանսների մասին չէ, այն մտածելու մասին է։ Մանգերը ասում է, որ աշխարհը հասկանալու համար մեկ մասնագիտությունը բավարար չէ։ Լիովին համաձայն եմ։ Պետք է ստեղծել տարբեր մտածողության մոդելների համակարգ եւ աշխարհին նայել տարբեր գիտությունների հատման կետերից։ Հոգեբանություն հասկանալու մարդկանց վարքագիծը, պատմություն հասկանալու կրկնվող մեխանիզմները, կենսաբանություն հասկանալու էվոլյուցիան բնազդները, տնտեսագիտություն հասկանալու համակարգերի տրամաբանությունները։ Եվ երբ սկսում ես այդ ամենը միացնել իրար, սկսում ես ավելի լավ որոշումներ կայացնել կյանքում։ Մեր հաջորդ գիրքն է Psychology of Money, փողի հոգեբանությունը։ Այս գիրքը կա հայերեն թարգմանությամբ։ Եթե ես պետք է միայն մեկ գիրք նվիրեի երիտասարդներին, դա կլիներ հենց այս գիրքը, որովհետև փողի ամենամեծ խնդիրները սովորաբար մաթեմատիկան չեն։ Պոդքասթում շատ եմ խոսել այս գրքի մասին։ Դրանք վարքագծային են։ Գիտենք, որ պետք չէ խոճապի մատնվել, բայց խոճապի ենք մատնվում։ Գիտենք, որ պետք է երկարաժամկետ մտածել, բայց շատ հաճախ ուզում ենք արագ արդյունքներ։ Հեղինակը փոխանցում է այն կարևոր գաղափարը, որ ֆինանսական հաջողությունը շատ ավելի քիչ կապ ունի IQ-ի հետ եւ շատ ավելի շատ բնավորության, ինքնատիրապետման եւ հոգեբանության հետ։ Գիրքը նաեւ սովորեցնում է, որ փողը վերջնական նպատակ չէ։ Փողը գործիք է, որը մեզ տալիս է ընտրության ազատություն, ապրել այնպես, ինչպես ցանկանում ենք, աշխատել այնտեղ, որտեղ ցանկանում ենք եւ ժամանակ հատկացնել այն մարդկանց, ովքեր իսկապես կարևոր են մեզ համար։ Այս գիրքը օգնում է հասկանալ, որ իրականում խնդիրը ոչ թե գիտելիքի պակասն է, այլ այն, թե ինչպես ես դու անում, երբ այդ գիտելիքը պետք է կիրառել իրական կյանքում։ Հենց այդ պատճառով էլ իմ կարծիքով Psychology of Money ոչ թե պարզապես ֆինանսների մասին գիրք է, այլ նաև շատ անգամ ճիշտ որոշումներ կայացնելու մասին գիրք է։ Հաջորդ գիրքն է Safe Haven, Investing for Financial Storms։ Գրքի հեղինակ Մարտ Սպիցնեգելի մասին առաջին անգամ լսել եմ Նասիմ Թալեբից։ Նրանք տարիներ շարունակ համագործակցել են, իսկ իրենց ներդրումային փիլիսոփայություններից շատերը կապված են այն գաղափարների հետ, որոնց մասին Թալեբը գրում է Safe Karab Black Swan գրքում։ Պոդքասթում շատ եմ խոսել համ Թալեբի, համ այդ գրքի մասին, իսկ թվում է շատերը արդեն ծանոթ եք կամ կարդացել եք։ Սպիցնագելի մեկ ուրիշ շատ կարևոր գիրք է The Tao of Capital-ը, որտեղ նա ավելի խորն է բացահայտում
իր ներդրումային փիլիսոփայությունը։ Սա նույնպես անպայման խորհուրդ եմ տալիս կարդալ, բայց եթե նոր եք ծանոթանում նրա գաղափարներին, երևի սկսեք Safe Haven-ից։ Safe Haven-ը սպիսնագիրը ներկայացնում է ոչ թե տեսական մոտեցումներ, այլ ռազմավարություններ ու մտածողությունը, որոնց հիման վրա ինքն ու իր թիմը իրականում կառավարում են միլիարդավոր դոլարների կապիտալ։ Գրքում հեղինակը խոսում է նրա մասին, թե ինչպես չկորցնել գումարը, եւ տարիքի հետ ես ավելի ու ավելի եմ հասկանում այս գաղափարի արժեքը։ Շատերը մտածում են ներդրումն է միակ նպատակը բարձր եկամտաբերությունն է, բայց իրականում առաջին նպատակը գոյատևելն է։ Եթե դու խաղից դուրս եկար, հետ գալը շատ դժվար է։ Գրքում քննարկվում են շատ կարևոր ֆինանսական թեմաներ, օրինակ ռիսկերի նվազեցումը, tail risk-ը, hedging-ը եւ ավանդական դիվերսիֆիկացիայի թերությունների մասին։ Եթե նկատեցիք, այս բոլոր ֆիլմերը եւ գրքերը տարբեր բաների մասին են։ Մի մասը ճգնաժամերի մասին է, մյուսը ներդրումների, որոշները խարդախությունների։ Բայց բոլորի հիմքում մի շատ կարևոր գաղափար կա։ Շուկաները կառավարվում են մարդկանց կողմից, եւ մարդիկ միշտ ունեն նույն թերությունները՝ վախ, ագահություն, անհամբերություն, չափազանց ինքնավստահություն։ Տեխնոլոգիաները փոխվում են, գործիքները փոխվում են, բայց մարդկային բնույթը գրեթե չի փոխվում։ Եվ հենց դրա համար էլ 50 կամ 100 տարի առաջ գրքերը այսօր էլ մնում են ակտուալ։ Եթե նոր եք սկսում հետաքրքրվել ֆինանսներով, խորհուրդ կտամ սկզբում դիտեք Big Short ֆիլմը, Տիգրան Ապանեժինյա, հետո կարդալ Psychology of Money, եւ արդեն դրանից հետո անցնեք մնացած նյութերին։ Մեկնաբանություններում գրեք, թե արդեն որն եք կարդացել եւ դիտել, եւ եթե ինչ-որ բաներ ես բաց եմ թողել հետաքրքիր գրքեր եւ ֆիլմեր ֆինանսների ներդրումների մասին, անպայման ավելացրեք, մեծ սիրով կդիտեմ։ Այսօր քննարկված գրքերը եւ ֆիլմերի հեղումները կդնեմ նկարագրությունում։ Ես Նարեկ Ամիրխանյանն եմ, դուք դիտում եք Փողի մասինը։ Կտեսնվեք հաջորդ էպիզոդին։